Քիչ առաջ դիտում ենք ֆիլհարմոնիկի մասին պատմող տեսանյութը, նրա պատմության, անցած ճանապարհի եւ պատահական չէ, որովհետեւ մինչ այդ էլ նշեցինք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը այսօր մարտի 29-ին նշում է իր 100-ամյակը եւ բնական է շատ, որ մենք ոչ միայն տեսանյութ ենք պատրաստել, այլև պետք է հենց այստեղ ֆիլհարմոնիկի ներկայացուցիչների հետ միասին զրուցենք այսօրվա կապակցությամբ։ Եվ այսպես մեր հյուրերն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ ՊՕԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը, բարի լույս, եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլոք արտուղար Աստղիկ Դալաքյանը։ Բարի լույս եւ շնորհավորում ենք։ Շատ կարեւոր տարի է։ Շնորհավորում ենք բոլորիս։ Հոբելյանական տարի է։ Ինչպես եք պատրաստվում այս հոբելյանական 100-ամյակը նշել։ Խնդրեմ, պարոն Նազարյան։ Ամենաբարդ հարց, պարոն Նազարյան։ Ինչպես ենք պատրաստվում։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԲԳՄՍ նախարարությանը, հատկապես մեր նախարարին, որ կառավարական հանձնաժողով ստեղծվեց, այսինքն այնպիսի ուշադրություն դարձվեց նվագախմբի 100-ամյակին կառավարության կողմից նաեւ, որ այն ինչ որ մենք ծրագրում ենք, ինչ որ պլանավորում ենք, որ կարողանանք 100 պատշաճը իրականացնել եւ այդ հանձնաժողովը, որ կազմվել է, կարծում եմ թույլ կտա այդ հանձնաժողովի որոշումները, որ այլ ավելի ամբիցիոզ ծրագրեր, որ մենք պատկերացնում ենք, այս տարի իրականացնենք։ Իհարկե բավականին մեծ անուն երաժիշտներ ենք պլանավորել, որ այս տարի ելույթ կունենան Հայաստան ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, շատ փակագծեր չեմ բացել։ Բայց ես ուզում եմ, որ դուք փակագծեր բացեք, որովհետև այդ ամբիցիոզ բառը արդեն իսկ բավականին ամբիցիոզ է։ Բոլորիս հետաքրքրությունը սևեռում է։ Այս պահի դրությամբ, որպես գլխավոր համերգ նախատեսվում է մայիսի 14-ին նվագախմբի, այսինքն այդ օրը, որպես մենակատար մեզ հետ ելույթ կունենա այսօր աշխարհում բավականին մեծ համբավ ունեցող դաշնակահարուհի Յուջա Վանգը։ Շնորհակալություն։ Սենսացիոն լուր է։ Դեռ ոչ մեկ դրա մասին, այսինքն չենք բարձրաձայնել, այնպես ստացվեց, որ դուք հենց Արավոտոսոյի տաղավարում ոչ մեկ ինչ ասեք, սա գաղտնիք է։ Արդեն գաղտնիք չէ, բայց կարծում եմ, որ արդեն այս 1-2 օրը մենք արդեն կազդարարենք ծրագիրը ամբողջությամբ, այսինքն աֆիշաները կհայտնվեն համացանցերում։ Իհարկե ունենք անշուշտ մեզ համար կարևոր հյուրախաղեր, ոչ միայն Հայաստանի Հանրապետության մարզերում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ եվրոպական երկրներում, ուզում նշել նաև, որ ամսի 25-ին, այս ամսի 25-ին մենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Ֆրանսիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոննակայանում, որտեղ Շարլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակներում ենք ելույթ ունենալու եւ հենց այդ համատեղելով 200-ամյակները։ Հենց այդ օրը նաեւ կազդարարվի ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը, այնտեղից էլի որպիսի Հայաստանից դուրս այդ ամեն ինչը, այսինքն նվագախմբի հետ կապված կարողանա այլ ավելի շատ մեծ շրջանակներում, տարբեր երկրներում դրա մասին գրվի եւ դրա մասին խոսվի։ Հրաշալի է։ Նաև նշված էր հայտարարությունում, որ ֆիլմ է նկարահանվելու, սա վավերագրական ֆիլմ է լինելու, թե գեղարվեստական եւ սրա հետ մանրամասները արդյոք կարող ենք ասել, թե ոչ։ Ֆիլմը դա այցեքարտ ֆիլմ է լինելու նվագախմբի մասին, պատմական ակնարկով, ներկայիս իր ձեռքբերումներով եւ նախատեսված է ինչպես հայ, այնպես արտասահմանյան ունկնդրի հանդիսատեսի համար, լսարանի համար եւ շատ հետաքրքիր ձևով կլինի, պատկերացրեք մենք նաև փնտրել ենք թե ինչ ֆիլմեր կան մինչ այս նկարված նվագախմբերի մասին։ Դա գեղարվեստական է, այսինքն։ Ոչ, ինքը ավելի վավերագրական եւ այցեքարտային, այսպես ասած, հա։ Դեռևս
Իհարկե դեռ չավարտված գործի մասին մի քիչ չես ուզում նախապես շատ խոսել, որտեղ կարևորը գործ անելն է, բայց պլանավորում ենք, որ շատ հետաքրքիր, դինամիկ եւ գեղեցիկ ֆիլմ է լինելու ներկայացնող ոչ միայն նվագախումբը, այլ նաեւ մեր երկիրը, որտեղ եւ հետաքրքիր ինչ կարևոր նվագախումբը մեր երկրի ազգային արժեքն է հանդիսանում։ Եվ ինչ կարևոր ձեռքբերումներ է ունեցել նվագախումբը այս 100 տարիների ընթացքում։ Եթե պատմական ակնարկով սկսենք, 1925 թվականը դա շատ ծանր ժամանակահատված էր Հայաստանի համար, 10 տարի անց, ցեղասպանությունից 10 տարի անց, եւ Հողաշեն Երևանում նման ծրագիր նախատեսել, սիմֆոնիկ նվագախումբ, դա ուտոպիստական օղակի գաղափար է, բայց շնորհիվ ուրեմն նվիրյալների, ինչպիսին Արշակ Ադամյանն է, Ալեքսանդր Սպենդիարյանն է, դա իրականություն դարձավ եւ այդ երաժիշտների, ովքեր արդեն Հայաստանում էին եւ կոնսերվատորիայում դասավանդում, կոնսերվատորիան ինքը 2 տարի առաջ էր կազմավորվել, պատկերացրեք ինչ բարձ եւ ամեն ինչը խնդիր էր, գործիքներ, այդքան գործիք երաժշտական ունենալ, այդքան, չգիտեմ, փորձատեղ, աթոռներ, նոտակալներ, ամեն ինչ խնդիր էր եւ անցել է շատ էլի դժվար 100 տարվա ճանապարհ, բայց միշտ եղել են այդ նվիրյալները եւ այժմ էլ պետք է ասենք, որ մեր հանրապետությունն էլ շատ դժվար անկախությունից հետո տարիներ է ունեցել մեծ արտագաղթ այդ թվում երաժիշտների մեջ, որը մինչև հիմա մենք զգում ենք այդ բացը, կա որակյալ երաժիշտների, թեպետ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ կենտրոնացած են մեր երկրի լավագույն երաժիշտները եւ շատ իբարկու պատիվ իրենց որ չեն մեկնում, այլ մնում են այստեղ աշխատելու եւ իհարկե Էդուարդ Թոփճյանի նվիրվածությունը կարեւոր է, որովհետեւ ղեկավարի ներդրած ջանքերը դա թերևս ամենակարևոր հանգամանքն է եւ ինքը իր ամբողջ ուրեմն կրեդոն դարձրել է այս 25 տարվա մեջ որակ ստեղծելու եւ դա հաջողվել է իրեն, որտեւ դա մասին փաստում են Արտասամանյան, Ունկնդիրը, այսինքն մենք մեզ չենք գովում, այլ այս տեսանյութը հնչեց վերջի Քարնեգի հոլի ելույթից հետո, այսինքն մենք սպասում ենք պրովինցիալ ինչ-որ նվագախմբի ելույթ, բայց սա այնպիսի նվագախումբ է, որ կարող է կանգնել անվանի այն նվագախմբերի կողքին, որոնք ելույթ են ունում Քարնեգի հոլում։ Սա մեզ մնում է այն հպարտանալ։ Այո, հասկանալ, գիտակցել եւ գնահատել եւ փառք Աստծո, որ այսօր կառավարությունը դա գիտակցում եւ գնահատում է, միտեմս արդեն 101-ի 100-ամյա պատմության մեջ, պատմության շղթայի մեջ ձեզ, այսպես ասած, բախտ է վիճակվել հենց ձեր ուսերին տանել այդ պատասխանատվությունը նշելու 100-ամյակը, ձեր այսպես ձեռամբ է ստացվելու այդ ամենը, սա ինչ պատասխանատվություն է ձեզ համար կրել այդ մեծ բերջ ասենք, այդ մեծ պատիվը։ Շատ ճիշտ է հարցը դրվում, իրականում մեզ համար ոչ միայն պատիվ է, շատ մեծ պատասխանատվություն է, որ այնպիսի ծրագրեր ու այնպիսի կազմակերպչական աշխատանք տարվի, որ ինքը մնա պատմության մեջ, մանավանդ այս ժամանակակից աշխարհում ամեն ինչ օր-օրի ինքը ամրագրվում է, եթե մենք հետ ենք վերադառնում, շատ բաներ արխիվից ենք փորձում իմանալ, ինչ է եղել, ոնց է եղել, որ ժամանակահատվածում ինչ ծրագրեր են եղել կամ որ կլորամյակի ժամանակ ինչ աշխատանք է տարվել, բայց կարծում եմ արդեն սրանից հետո այդքան էլ դժվարություն չի լինի, որտեղ ամենտեղ արդեն պահպանվելու է եւ հիմա ինչի մասին որ մենք խոսեցինք, մանավանդ ֆիլմի հետ կապված հենց ֆիլմը, որը որ պատկերացնում ենք, ինքը այնպես է լինելու, որ ով է այսօրվա հոբելյանական տարին կրող երաժիշտը լինելու նաև, այսինքն մենք չենք ուզում այնպես լինի, որ անդրադառնանք անընդհատ հետ գնանք, ասենք ինչ ա եղել կամ ոնց ա եղել, մենք ուզում ենք նաև ցույց տանք ով ենք մենք այսօր եւ ինչ ենք մենք նվագում ու ինչ մակարդակի, ինչ որակի նվագախումբ ենք այսօր մենք որպես այդպեսին ցույց տալիս ոչ միայն Հայաստանում, որ ամեն ինչ թույլ է տալիս, որ այսօր Հայաստանի սահմաններից դուրս
յուրաքանչյուր երկրում հանդես գալ եւ ամենակարևորը այնպես հանդես գալ, որ մեր մասին միայն լավագույն կարծիքները լինեն։ Իսկ ամենահիշարժան ելույթները որը կնշեք։ Ամենահիշարժան ելույթները որը կնշենք։ Նախորդ տարի օրինակի համար եմ ասում, Երևանյան 16-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեսանյութի մեջ էլ արդեն դուք ցուցադրեցիք նույն Դոմինգոյի համերգը բավականին մեծ իրադարձություն առաջացրեց հայ հանդիսատեսի համար եւ մենք կարծում ենք որ այս տարի նմանօրինակ արտիստներ մենք կունենանք այդ հնչողությունը որը որ ամրագրված կար ել ավելի ենք նշաձողը բարձրացվում է այո այդ առումով հաստատ 23 թվականին ֆանտաստիկ հյուրախաղեր ենք ունեցել 23 թվականին Արամ Խաչատրյան 120-ամյակի հոբելյանական տարվա շրջանակներում նվագախումբը 6 համերգով հանդես եկավ, այսինքն առաջին եվրոպական երկրներում Աթենքում հանդես եկավ, Սալոնիկում հանդես եկավ Կարնեգի հոլում, Կանադայում, Մոնրեալում եւ Տորոնտոյում եւ Բոստոնում, որը որ բավականին ծանր շրջագայություններ, բայց անհամեմատ մեզ համար կարևոր ու մենք կարողացանք եւս մեկ անգամ ամրագրել եւս մեկ անգամ կարելի ասել ապացուցել, որ մենք այդ եվրոպական ժառանգության կրողն ենք եւ այնպիսի մակարդակի նվագախումբ ունենք արդեն, որ յուրաքանչյուր տեղ ճակատներս բաց, ասում եմ, տենց գլուխներս բարձր կարող ենք հանդես գալ եւ ոչ մի բանից չվախենալ ու մտածել հաջորդ տեղը որտեղ կարելի է այդ տեղը որոշել, որ նվագախումբը հնարավորություն ունենա եւս մեկ անգամ հանդես գալու։ Իսկ հանդես գալու առիթներ այս տարվա ընթացքում կարծում եմ դեռ շատ են լինելու։ Շնորհակալություն, որ օրը սկսեցիք մեզ հետ։ Մենք ենք շնորհակալ։ Ես մեկ անգամ շնորհավորում ենք գիտեմ սս ողջ ֆիլհարմոնիկի նվագախմբին, բոլոր երաժիշտներին, այն մարդկանց, ովքեր որ նվիրվել են եւ նվիրվում են եւ անձնանվիրաբար այդ աշխատանքը կատարում են պատվով։ Մենք շարունակում ենք եթերը, կվերադառնանք քիչ հետո։